ԱՄՆ-ն եւ Իսրայելը չեն բավարարվում հրթիռային հարվածներով, որոնք Ադրբեջանի հետ կապ չունեն, այդ հրթիռները արևմուտքից են գալու Իրանի վրա, այն կողմից։ Դրա համար Իրանը, երբ որ ցուցակը Իրանը հրապարակեց փաստորեն երկրների ցուցակը, որի վրայով կարող են այդ հրթիռները կամ տարածքից առավել եւս թռնել, եւ ասաց, որ ես ձեր հանդեպ գործողություններ կկիրառեմ, իմացեք, այ այդտեղ Ադրբեջան չկա, որտեղ պարզապես այն կողմից են գալու, արևմուտքից են գալու։ Այնտեղ կա Կաթար, չգիտեմ, Էմիրատներ, բայց Թուրքիա, բայց չկա Ադրբեջան։ Եթե Իսրայելը եւ Միացյալ Նահանգները որոշեն, որ անելու են ցամաքային գործողություններ նաեւ, ապա Ադրբեջանի տարածքը դառնում է բնական պլացդարմ այդպիսի հարձակման համար։ Եվ Ալիևը առաջարկելու է, ճակերտավոր առաջարկելու է, փաստորեն պահանջելու է, ինչպես սիրում է Թրամփը ասել, deal գործարքի մեջ է մտնելու, որ թույլ տվեք ես օրինակի համար այսինչ գործողություններ անեմ Հայաստանի նկատմամբ, եւ ես դրա փոխարեն կտամ իմ տարածքը նման հարձակման համար։ Դա ամենավատ տարբերակն է, որ ինքը դա առաջարկի, Իսրայելը որևէ խնդիր չունի դրա հետ, իսկ Միացյալ Նահանգները համաձայնվեն։ Սա է ամենավատ տարբերակը մեզ համար, որ հնարավոր է։